Մարտի 3 Շարտափի Չարենցյան անվան միջնակարգ դպրոց Փետրվարի 20-ից արդեն շարունակվում է։ Փետրվարի 20-ից։ Դա Սպորտ դահլիճ ունենք ստեղ թե չէ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, նստեք էր, քիմիա, հա, փորձ եք անում, երբ եք ստացել լաբորատոր սարքերը, օգտագործում եք, հա, հավես, հա, սենց դասերը, լաբորատոր փորձերը, հիմա ինչ փորձ եք անում, անում ենք ջրածնի պերօքսիդի քայքայում, արդյունքում ստանում ենք թեթրածին և ջուր։ Փորձը կոչվում է փղի ատամի մազուր, որովհետև այդպես թուրթուրում բարձրանում է, հումորով այդպես ենք կոչվում փորձը։ Կատարում ենք կատալիզատորի առկայությամբ։ Այսինքն արդյունքում ստանալու ենք ջուր և թթված։ Այստեղ օգտագործել ենք նաև կալիումի պերմանգանատ, որը նույնպես համարվում է կատալիզատոր, որի դեպքում ևս անջատվում է թթվածին գազ։ Շատ լավ։ Սարքն է շատ հետաքրքիր սարք է, պարոն Արչակ։ Էս։ Արդեն գիտենք, աչքեր մաքրելու սարք է։ Լավ եղեք։ Բարև ձեզ։ Նստեք։ Լավ եք։ Լավ, դուք ոնց եք։ Օգտագործում եք լաբորատոր սարքերը։ Հիմա ինչ է տեղի ունենում ստեղ։ Հիմա մագնիսական հոլա, այս սև գույնն մագնիսա, տակինն է մագնիսը, նույն անուբեղերներն իրար վանում են, Հետաքրքիր է լաբորատոր սարքերով։ շատ։ Հավեսով եք անում, թե զահլա այդքան լաբորատոր սարք ես կոն բացել, փակել, տանել, բերել։ Չէ, անում են, իրանք էլ հենց փչանում են սարքում են։ Շատ լավ է։ Քանի աշակերտ կա դպրոցում։ 93 աշակերտ։ Դե իմացա, որ ֆիզկուլտուրայի դահլիճ չունենք, էդ էլ կկառուցենք առաջիկան, բայց նոր կորպուսի անհրաժեշտություն լինելու է դպրոցում։ Դե այս բանի մի րոպե գյուղի անունը Այգեկի դպրոցի, թե չէ, Այգեկի դպրոց չէր։ Որտե գնացին։ Որ էլի 2000-ականներին կառուցած դպրոց էր տենց։ Լավ է։ Ես եմ շնորհակալ։ Էլի ֆիզկուլտուրայի դահլիճ էլ կկառուցենք անպայման։ Բարև ձեզ երեխեք։ Բարև ձեզ, նստեք։ Բարև ձեզ, ինչ դաս է։ Նստեք։ Անգլերեն։ Հա, ինչ լավ է, որ անգլերենը համակարգիչներով եւ այլն։ Սենյակների խնդիր ունեն այս։ Հա, բայց լավ է, ինտերնետից օգտվում բառարաններ եւ այլն, հա։ Պրոյեկտոր։ Կենթանիների մասին եք ասում։ Շատ լավ։ Ձեզ նոր գալիս է նորոգված դպրոցը։ Դե ֆիզկուլտուրայի դահլիճ էլ կկառուցենք, բայց դաշտ ունենք, չէ՞, բացօթյա։ Շատ լավ։ Էսից լավ քաշած տնական արաղի տալիչը։ Հա, հասկացա։ Բայց ի տնական արաղով ափսոս չի։ Այս սենց իրավիճակները մենք սննդի հարց է։ 4 սնունդ են տալիս։ Այստեղ խոհանոցի սարքավորների հիմնական մասը դրսից է գալիս։
Այդ 4 սնունդը բանի մեջ է, չէ՞, ստանդարտի մեջ է, խնդրահարույց չի դա։ Ահա, այս է նախակրթարանն է։ Երեխեք բարև։ Լավ եք, նստեք։ 4 աշակերտ ունենք նախակրթան։ Քանի աշակերտ։ 6 աշակերտ։ Հա, շատ լավ։ Լավ է նորոգված նախակրթ։ Իսկ այստեղից առաջ որտեղ եք գնում էիք։ Հա, շատ լավ, շատ ապրեք։ Այստեղ ինչ է։ Հա, ձերն է։ Հա, լավ։ Այստեղ պետք է նայել, էլի նոր դասասենյակների կարիք կա, թե չէ։ Պետք է գնահատել։ Լավ ես։ Բարև ձեզ։ Նստեք։ Լավ ես։ Դեր ֆիզկուլտուրայի դահլիճ էլ ինչ պետք է ավելանա Հա, այսինքն մի հատ փոքր կորպուս առնվազն կավելանա։ Ֆիզկուլտուրայի դահլիճ էլ կկառուցենք եւ մի փոքր կորպուս է կկառուցենք, որ դասասենյակները անհրաժեշտ չափի եւ բաներ լինեն։ Եթե հələ պետք է նայել, էլի կարող է ընդհակառակը բուժկետ բան տեղափոխել ստեղ, այնտեղ դասարաններին ավելի հարմարի, որովհետեւ բուժկետի համար մեծ տարածք պետք չի։ Լաբորատորիաները նեղվածք են, օրինակ կարելի է լաբորատորիաների համար այնտեղ 4 լաբորատորիա ենք, 5 լաբորատորիա ենք ունենում։ Գյուղն էլ պետք է պարտավորվի, որ երեխեք շատ են լինելու, որ դպրոցը մեծացնենք, չէ։ Շողակն համայնքի երեխեքն էլ այստեղ տալ։ Հա, դա ավելի լավ, ավելի լավ։ Բարև ձեզ երեխաներ։ Լավ եք, նստեք։ Լավ եք։ Ձեզ դուր գալիս է ձեր նորոգած դպրոցը։ Բա որտեղ եք դպրոց գնում այստեղից առաջ։ Ժամանակավոր կողքի դպրոց աջախեցին։ Կողքի գյուղ։ Չէ, ստեղ գյուղում դպրոց։ Գյուղում էլի դպրոց։ Հա։ Բա հիմա այդ դպրոցը որպես ինչ է ծառայում այդ շենքը։ Դա դարկա։ Ամբուլատորիա է եղել, հետո Աշխարհագրություն, հա։ Հարաշի։ Լավ եք, նստեք։ Ձեզ դուր գալիս է նորոգված դպրոցում ավելի հաճելի է, չէ՞ դասանել։ Հա, դեռ ֆիզկուլտուրայի դահլիճ էլ մի կորպուս է կկառուցել դպրոցի համար, որ ֆիզկուլտուրայի դահլիճ լինի, դասասենյակ, լաբորատորիաների համար նոր սենյակներ լինեն եւ այդպես շարունակ, լավ է։ Շենքը խնդիր չունի, չէ՞, սեյսմիկության բանի կապված։ Այսինքն նորը կառուցելու անհրաժեշտություն չկա։ Պետք է ճիշտ ձևով բան անել, որ այս նեղվածություններից Բարև ձեզ, նստեք երեխաներ, բարև ձեզ, ինչի դասա։ Շատ ապրեք։ Լավ է նորոգված դպրոցում։ Դե հաջողություն եմ մաղթում, ապրեք։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Նստեք երեխեք, լավ եք։ Լավ է։ Ստեղ չեմ մտնում։ Բարև ձեզ։ Նստեք երեխեք, բարև ձեզ։ Լավ է նորոգված դպրոցում։ Շնորհավորում եմ, լավ եղեք։ Ստեղ էլ կողքն էլ դասարան կա։ Սենյակ են առանձնացրել, որ Հա դե զոր սենյակն է ստանալու։ Հա։ Բարև ձեզ։ Գրադարանն է։ Գալիս են երեխեքը։ Գալիս են երեխեքը, կարդում են գիրք։ Հաստատ։ Շատ լավ, շնորհավորում եմ, լավ եղեք։ Հա, այստեղ ջեռուցման համակարգ ենք անցկացրել։ Որ շատ կարևոր է։ Ակնհայտ է, հա, որ նոր կորպուսի կարիք ունի։ Այդ նոր նախագծում բոլոր կարգերը հաշվի են առնելու, այն հատվածում հողատարածքների դպրոցը դեռ կառուցենք։ Այո,
Չէ դե առնվազն հիմա մաքուր նորոգված հատվածում, այսինքն քանդուքար վիճակում պիտի գային երեխեքը, նորմալ վիճակում գալիս են դաս են անում։ Դահլիճն էլ ված չի, նորմալ 90 երեխայի համար նորմալ դահլիճ է։ Աթոռն է։ Որ առանց չունենք։ Հա, շատ լավ։ Ճիշտ է կարել։ Մեկը միշտ զբաղված չի, տարածքները պետք է ռացիոնալ օգտագործել, իհարկե։ Երբ եք ստացել հեծանիվները։ Անցած տարի։ Պատրաստվում են, պարապում են երեխեքը։ Այստեղ այս հատվածը շատ լավ է ստացվել, դե դա դաշտներ շատ, ահա։ Այսօր առավոտվա եթերում, որ ասում եք կոմբինացված խաղադաշտեր, այս sense դաշտեր նկատի ունեմ, որ համ բասկետբոլի բանը լինի, համ բասկետբոլի հնարավորությունը լինի, համ ֆուտբոլի։ Ու այս ծածկով, շատ լավ է։ Դե չի եղել, չէ՞, սա նոր է լրիվ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ ենք, որոշեցինք ձեզ համար ֆիզկուլտուրայի դահլիճ էլ կառուցենք։ Ինչ կարծիքի եք։ Շատ լավ կարծիք։ Լավ բան եք մտածել։ Եղանակային պայմաններից ելնելով։ Հա, բայց այս դաշտն էլ արդեն սա գարունը բացվեց, այստեղ էլի ֆիզկուլտուրայի դահլիճի բացակայության պայմաններում էս արդեն ագին լավ է, որ կարան երեխեք խաղան։ Ու մենք իհարկե չափերն է պետք մտածել։ Հա։ Բան Այս հատվածում է կառուցելու այս Ահա։ հատվածում Այստեղ ֆիզկուլտուրայի դահլիճ ու կորպուս։ Թողնել մանկապարտեզ են խնդրել։ Ստեղ Ասորի չնայած։ Հա, շատ լավ է, հոյակապ է։ Այսինքն ստեղ դառնում է կրթական կլաստերը գյուղի, հոյակապ, այնտեղ մանկապարտեզ երեխեքն էլ ըստ անհրաժեշտության կարան օգտվեն։ Բայց հիմա այդ 100 կոմբինացված մարզադաշտ, որ ասում ենք պիտի կառուցենք, այդտեղ չափերն էլ մի հատ ստանդարտը պետք է որոշենք, թե ինչ չափերի, որ տարբեր չափերի չլինի։ Որն է միջազգային ստանդարտը մի հատ նայենք, մի տիպային նախագիծը ունենանք ու բոլոր տեղերը, բոլոր խոշորացված համայնքներում նայենք դպրոցներից հեռու, հնարավորին, այսինքն որ երկու հատ իրար մոտ sense դաշտ ունենալու կարիք չկա։ Այսինքն համայնքի մյուս հատվածում, որ թաղերով այնտեղ որտեղ պահանջարկը կա, էլի երեխեքը որտեղ պահանջում են, 100 հատ կկառուցենք։ Պարոն Վարդանյան, մի sense դաշտ կառուցելու համար ինչքան ժամանակ պետք կլինի։ մի 2 ամիս։ Հա, այսինքն արագ իրատեսորեն լուծվող խնդիր է։ Իսկ մի հատը մոտավորապես ինչ կարժենա։ Մոտավորապես եթե մենք բան Sense, հենց sense, չափերը կարող է թվում այս մի քիչ մեծ չի, թե էսը։ չէ 20-40 է եւ պլյուս հիմա որ նոր ենք նախագծում հանդիսատեսի համար այս մի կողմում նախատեսում ենք տրիբունա, որ 20-40-ը ստանդարտ է, հա դե ուրեմն էս չափի պետք։ Իսկ ինչ կարժենա մի հատ։ 50-60 միլիոն։ Հա, հա։ Այսինքն 6 միլիարդով 100 հատ կարելի է կառուցել, լրիվ իրատեսական խնդիր է լուծել։ 10-15 բյուջետավորման կա։ Հա, ճիշտ է, դա էլ հետը։ 10-ել են ֆուտբոլի դաշտի 20-40 դրամ։ Բան է պետք անել, բան Խուդացյան, միշտ սարքելիս անում ենք բանի մի անգամին բասկետբոլի զամբյուղներն, վահանակներն էլ է պետք դնել, որ համ բասկետբոլի համար ծառայի, համ ֆուտբոլի էլ։ Դեպքում որ ֆուտբոլի են ուզում, իրանք են արհեստական խոտածածկով ֆեդերացիայի ստանդարտովն են անում։ Դրա վրա բասկետբոլ չի լինում խաղալ։ Դա ռեզինով եւ Հա, արհեստական։ օքեյ, լավ։ Մուտաձևերի Հա։ առանձնահատկություններ կա, Լավ։ հասկանանք։ Ուրեմն տենց դեպքերում կարանք բան անենք։ 3 անգամ 3 բասկետբոլ էլ մտածենք անենք մոտակայքում։ Օլիմպիական մարզաձև է եւ շատ հարմար է։ Աստիկ բան ճամբարակում կա, չէ՞ որ պետք է նայենք։ Առայժմ երեխեք։ Լավ եղեք։
Դες այս խնդրին էլ պետք է առերեսվեինք, որ իմանայինք սենց խնդիրեր կա։ Բացօեն հանրապետությունում կարող է պարզվի դպրոցների մոտավորապես 30%-ը Հա, տեսա։ Լավ ես։ Լավ, դուք լավ եք։ Հա, մերսի շատ։ Դե նայեցինք, որոշեցինք, որ ֆիզկուլտուրայի դահլիճ էլ կկառուցենք, մի հատ էլ փուճուր կորպուս կկառուցենք լաբորատորիաների համար, չէ՞։ Որ լաբորատորիաները լրիվ, այսինքն քիմիա կենսաբանություն, աշխարհագրություն, ֆիզիկա եւ ինֆորմատիկայի լաբորատորիաների համար առանձին կորպուս կկառուցենք եւ ըստ, այսինքն կնայենք էլ ինչ պահանջար կա։ Այս պահին նորոգել ենք երեխեքը նորմալ քաղաքակիրթ պայմաններում դասի կգան, միջև դպրոցը կամբողջացնենք։ Կլինի տենց։ Մենք ենք շնորհակալ։ Գնացինք, լավ է։ Բարև։ Երեք ստացել եմ նամակատելի Չէ, բայց հրավիրում եմ, առիթը ստեղծվել է։ Ուր։ Հին հաղորդումներ ընկերձակս։ Ձեր նամակն եմ ստացել, այսօր նամակագիրների հանդիպման օրը։ Հին հաղորդումներ նայում եմ, չենք սպասում, այնտեղից հարցնում են, ով է եղել ձեր տանը, էս եղել է, Նիկոլն եղել է, ասում եմ, չէ, հրավիրել եք չի եկի, ասում եմ, չէ, առիթ չի եղել։ Հրավեր ընդունեցի, այսօր չեք, բանի մեջ ենք, մարդիկ, չէ, մարդիկ չեմ կարող սպասեցին։ Մի ուրիշ առիթով խոստանում եմ կգան, այսօր գրաֆիկի մեջ ենք, էլի։ Իսկ այդ բանը նորից նամակի հետ կապված մակագրել եմ, ժողովրդին ասել եմ, որ ժամկետ ունենք, լուծենք, համեցեք։ Ես Հոլանդիայի քաղաքացի եմ, Հայաստանի։ Լավ։ Եկել եմ այստեղ, ընդդեղի ազգի մեջ ուրիշ ազգանուն Հայաստանը ուրիշ ազգանուն։ Ես ունեմ լրիվ հաստատները, որ օրինակով ձևով նույն մարդերը Հայաստանը 80 փոխել են։ Ինչ եք ուզում անենք, ասեք։ Մարդի 4 ամիսը Իսպանում բերում են քրնչական ուղարկումը դատախազություն, Դե պետք է նայեն ձեր հարգելի բարեկամ։ Հարցումը տվել են։ Դե եղբայր, մենք մեղավոր չենք, որ դուք երկու ազգանուն եք, պետք է նույնականացնենք, որ լուծենք հարցը։ Դե ինչ անենք։ Դե բանի ազնիվ խոսքով Դատի մերնի քեզիկ։ Դերեմ հանդապ ձեր հալիս իմ թակավորին տենեմ։ Իմ հայաց թակավոր